Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման 100 օրերի ընթացքում նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը որևէ դրական միտում չի նկատել։ Ես չէի ուզենա, որ այս կառավարությունը նույն ձևով շարունակեր, ոնց որ նախորդ երկուսն են օրինակի համար եղել։ Քաղաքական թատրոնի պարտերում ՀՀԿ-ն է նստած։ Այդ կուսակցությունն ունի ամենաշատ շանսերը ազգային ժողովի գալիք ընտրություններում, համոզված է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ նրա ՀՀԿ-ին հաջորդում է ԲՀԿ-ն, իսկ ՀԱԿ-ի եւ Ժառանգության շանսերը ավելի քիչ են։ Նորաստեղծ կոալիցիաները ընդհանրապես շանսեր չունեն, ըստ Ահարոն Ադիբեկյանի։ 3%-ի սահմաններում է, 5%-ին չի հասնում։ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը։ Տուժողի իրավահաջորդները համարում էին, որ սպանությունը չի բացահայտվել եւ կասկածներ ունեին, որ Պերմյակովը մենակ չի գործել։ Երկրորդ բողոքով նրանք պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել էր Ռուսաստանից ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը մոտ 450,000 եվրոյի չափով։ Զբաղվածության պետական գործակալության կենտրոններում 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է 95,800 քաղաքացի, աշխատանքի է տեղավորվել 16,592 մարդ։ Գործակալության պետ Արտակ Մանգասարյանը նշում է. Աշխատավարձերը դրանք 80-ից 130,000 դրամի սահմանն է։ Կար նույնիսկ 380,000 դրամանոց աշխատատեղեր։ Կռունկավարի աշխատավարձն է եղել։ Հաջորդ տարի Թուրքիայում կխորանա բռնապետական համակարգը, վստահ է թուրքագետ Լևոն Հովսեփյանը։ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունն ու հատկապես ներքաղաքական զարգացումները տանում են հենց դրան։ Բավական կարևոր խնդիր է դրված սահմանադրական փոփոխությունների խնդիրը, որով փաստորեն երկիրը դառնալու է նախագահական, վերահսկվելու նախագահական համակարգի, սա նշանակում է ուղղակի նախագահ Էրդողանի դիրքերի էական ուժեղացում եւ գործողությունների անսահմանափակություն։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին, լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրներ եւ կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար։ Տնտեսվարողները մասնավորապես նշել են, որ վերջին ժամանակներում փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում մաքսային ձևակերպումներին առնչվող հարցերին տրվում են օպերատիվ լուծումներ։ Որպես խնդիր նրանք առանձնացրել են բեռնափոխադրումների հետ կապված հարցը, որը պայմանավորված է անբարենպաստ եղանակի հետևանքով վերին Լարսում ստեղծվող իրավիճակով։ ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների կաշառման աղաղակող փաստերը նորություն չեն։ Թերթ-ի հետ զրույցում այս մասին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, շեշտելով, որ այդ շղթայում ներգրավված են ոչ միայն վերաժողովի պատվիրակները, այլև հենց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։ Կայունության եվրոպական նախաձեռնությունը հրապարակել է Խավիարային դիվանագիտություն եվրոպական ճահիճ անունը կրող զեկույցի երկրորդ մասը, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից եվրոպացի տասնյակ պաշտոնյաների կաշառման աղաղակող նոր փաստեր։ Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում 33 մարդ է մահացել լոգանքի համար նախատեսված եւ ալկոհոլ պարունակող բայարիշնիկ կոնցենտրատը խմելուց հետո։ Այս մասին հայտնում է 10 վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Ավելի քան 2 տասնյակ մարդ գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում։ Ինչպես հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, թունավորումից ընդհանուր առմամբ տուժել է 54 մարդ։ Բժիշկների խոսքով թունավորվածների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվում գտնվելով կոմայի մեջ։ Օրվա լրահոսը։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կմտնի ակտիվ քաղաքականություն։ Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որով նա կհայտարարի իր մուտքը քաղաքականություն եւ մենք համագործակցելու ենք Սեյրան Օհանյանի հետ։ Դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու երրորդ հանրապետություն կուսակցության համագումարը։ Հնարավոր է, որ հենց համագումարի օրը Սեյրան Օհանյանը միանա իրենց, բայց նաև չի բացառում նախկին նախարարը մնա անկուսակցական եւ գլխավորի առաջիկայում ստեղծվելիք դաշինքի ցուցակը։ Իմ հրաժարականից հետո ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը գնահատում ենք նույն ձևով,
մենք նույն ձևով ենք գնահատում նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։ Դալաքյանը չի բացառում, որ հանրապետականին իշխանությունից փորձ են հեռացնել Վարդան Օսկանյանի համախմբում եւ Ռաֆի Հովհաննիսյանի ժառանգություն կուսակցությունների հետ դաշինքով։ Ես հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ կուսակցությունների առաջնորդների հետ եւ առաջիկայում դուք ականատես կլինեք այդ լայն կոնսոլիդացիայի ձևավորմանը։ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչը վստահ է, որ իշխանությունների կողմից կեղծիքները լավ ավարտի չեն բերի։ Եթե 2017 թվականի խորհրդանական ընտրությունների ժամանակ գործող իշխանությունները փորձեն կեղծել ընտրությունները, ապա այլ տարբերակ չի մնա, քան Սասնա ծռերի տարբերակը։ Վիկտոր Դալաքյանն այսօր վստահեցնում էր, որ այլևս իշխանական ճակատում չի լինելու։ Ընդ որում ինքն արդեն հրաժարվել է Սերժ Սարգսյանի իրեն այլ պաշտոնի նշանակելու առաջարկից։ Բացի այդ, աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը փորձել է հետ պահել իրեն հոկտեմբերի 11-ի ասուլիսից, որում Դալաքյանը իրեն ընդդիմադիր հռչակեց։ Հայաստանի Հանրապետության նախագահը, որը գտնվում էր Նյու Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ։ Այսինքն նա սարսափում էր իմ ասուլիսից։ Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը 2016 թվականի ամփոփիչ ասուլիսի կազմակերպման համար ընտրել էր հանրապետության ամենամեծ ու ամենաթանկ սրահը Արմենիան Մարիոթ հյուրանոցի Տիգրան մեծ սրահը։ Վարձակալության եւ հյուրասիրության կազմակերպման համար ծախսած 888,000 դրամը վճարել է անձնական միջոցներից։ Նախընտրել եմ այս դահլիճը ինչի համար, որ ավելի ազատ լինենք եւ ավելի լավ պայմաններում անցնի այս միջոցառումը։ Մեր նախարարությունը հնարավորություն չունի այս քանակի մարդ ընդունելու եւ սա իմ անձնական որոշումն է եղել։ Նախարարը մեկ ամիս է անդամակցում է հանրապետականին իր մի շարք կուսակիցների պես կուսակցության կրծքանշանը դեռ մշտապես չի կրում։ Հանրապետական դառնալուց իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Լրագրողների հարցերի գերակշիռ մասը Լարսի անցակետի փակ լինելուն են վերաբերում։ Դեկտեմբերի 19-ին սահմանակետը հատել է Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող շուրջ 240 եւ դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող 185 մեքենա։ Ալտերնատիվ ճանապարհներ քննարկվում են Լաստանավ կազմակերպելու միջոցով, բայց կոնկրետ նշեմ, որ այսօր էլ Փոթեի նավահանգիստը Լաստանավեր չի ընդունում ինչի համար, որովհետեւ փոթորիկ է։ Մենք քննարկում ենք նաև ավիափոխադրումներով բեռներ տեղափոխել։ Ռուս սահմանապահների կողմից կոռուպցիոն չարաշահումների մասին նախարարը տեղեկացել է։ Հարցը բարձրացել է Ռուսաստանի իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում։ Հարցը բարձրացրել եմ նաև Մաքսային կետի պետին, այնտեղ սահմանային կետի ղեկավարներին։ Իրենք հաստատում են, որ այդպիսի բան չկա, բայց մեր վարորդները նույնպես նշում են, որ ժամանակ առ ժամանակ լինում է։ Մենք էլ ժամանակ առ ժամանակ պայքարում ենք դրա դեմ, բայց հասկացեք, մենք չենք կարող Ռուսաստանում ինչ-որ մի բան փորձենք մենք մեր միջոցներով փոխենք։ Իրան-Հայաստան երկաթուղու հարցը շարունակում է կառավարության առաջնահերթությունների թվում մնալ։ Մշակվել է բիզնես պլան։ Այս պահին աշխատանքներ են տարվում հնարավոր ներդրողների հետ։ 16 տարի անց Ջեֆրի Դեսկովիչի առջև բացվել են բանտի դռները, երբ թվում էր սպանության եւ բռնաբարության համար ցմահ դատապարտվածի համար այլևս ազատության հույս չկա։ Ես անմեղ եմ ճանաչվել ԴՆԹ տեստի հիման վրա։ Նրանք կարողացել են պարզել, որ ես չեմ կատարել, այլ մեկ այլ անձ։ 16 տարի բանտում անցկացնելու համար որպես փոխհատուցում ստացել է 41 միլիոն դոլար եւ այդ գումարներով 30 անձի օգնել է վերադառնալ հասարակություն բանտից հետո։ Առաջինը շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, երկրորդը, որ երբեք չեմ հանձնվել եւ եղել են մարդիկ, ովքեր հավատացել են, որ անմեղ եմ եւ օգնել են, որպեսզի կարողանամ պայքարել։ Ջեֆրի Դեսկովիչը Երևանում մասնակցում էր դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը կլոր սեղան քննարկմանը։ Միշտ տարբեր երկրներ ընդունում են իրենց դատական սխալները եւ գործերը վերաբացում, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 98 անձանցից եւ որևէ մեկի գործը չի վերաբացվել։ Չնայած 3 գործերով ի հայտ են եկել նոր ապացույցներ։ Հայաստանում 2009-ից 2013 թվականներին 24 անձ է դատապարտվել ցմահ ազատազրկման, իսկ 2003-ից 2016 թվականներին 1։ Մասնագետները սա բացատրում են քրեական օրենսգրքի փոփոխություններով, որով չհաշված ցմահ դատավճիռը պատժի առավելագույն չափը 15-ից դարձավ 20 տարի։ Այդ օրենքի փոփոխությունը ունեցավ իր նշանակությունը, այսինքն գլխավոր դատախազը այն ժամանակ Վաղվան Հովսեփյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ հաճախ հանիրավի են տրվում պատժի առավելագույն չափ
եւ այսօր պատժի առավելագույն չափը իսկապես դարձել է բացառիկ պատժատեսակ։ Հայաստանում նոր քրեական օրենսգիրքը կլուծի նաև մեկ այլ խնդիր։ Մինչ օրս դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները ոչնչացվել են։ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի, այո, ընդգրկվել են, որ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները այսուհետ չեն ոչնչացվելու եւ դրանք կպահպանվեն այնքան ժամանակ, որքան որ բիոլոգիապես հնարավոր է դրանք պահել։ Խումբն առաջարկում է Հայաստանում ձևավորել մարմին, որը կզբաղվի ավարտված քրեական գործերի ուսումնասիրությամբ, կունենա լիազորություն վերաբացման հիմքերի դեպքում եզրակացություն ներկայացնել բարձրագույն դատական ատյան։ Հայաստանում քննարկում են ներմուծել տոհմային բարձրարժեք երիժներ, թե կատարելագործել տեղական ցեղատեսակները տավարաբուծության զարգացման համար։ Հակագիտական է նման բան քննարկել եւ որոշում կայացնել ֆերմերի ասելով, որ չի կարելի կենթանիներ ներգրել։ Անպայման պետք է կենթանիներ ներգրվին։ Եթե կենթանին կգա սեռացանկության, ապա առավոտյան ժամին կտանեն ձեռնքաշ սուկավորում կանեն եւ փոս կունենան։ Ոչ թե ազատ բազմացման հետևանքով 50 սանտի կենթանիները կարճացել են։ Ազգային ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ թեմայով խորհրդարանական լսումներին ներկայացվեց տավարաբուծության զարգացման 2007-ից 15 թվականների ռազմավարական ծրագիրը։ Բարձր արդյունքի հասնելու համար նախարարությունը նախատեսում է տոհմասելեկցիոն աշխատանքներ իրականացնել, արհեստական սերմնավորման միջոցառումներ անել։ 3000 չափաբաժին սերմնահեղով եւ 11 հատ արհեստական սերմնավորման գործիքներ, որոնք անատույց հատկացվել են տնտեսվարողներին։ Հանրապետությունում 8000-ից 8500 կով արդեն արհեստական սերմնավորվել է եւ մասնակի վարկավորմամբ տրամադրվել գյուղացիներին։ Տոհմասելեկցիոն այս աշխատանքները իրականացվել են ներկրված շուրջ 2500 բարձրարժեք երինջների հետ։ Շուրջ 200 գլուխ հորտեր դուրս է եկել հանրապետությունից դեպի Վրաստանի հանրապետություն, վաճառվել է բավականին բարձր արժեքով։ Ներկրված մեկ երինջը արժեցել է 2000-ից 2100 եվրո։ Տեղական արտադրողները դեմ են ներմուծմանը, մեր կլիմային չվարժեցված երինջների ներկրումը պետք է սահմանափակել, ներկրել խիստ անհրաժեշտության դեպքում։ Այնտեղի կենթանիները գալիս են ստերիլ կենթանիներ, ոչ մի հիվանդությունների դեմ սրսկված չեն, այսինքն այնտեղ ընդհանրապես այդ վակցինաները չկան, այդ կենթանիները հղի վիճակում սրսկվում են ու խնդիրները, վիժումների բանի խնդիրները ավելի շատ առաջանում։ Դժգոհությունը երկկողմանի է, եթե ֆերմերները դժգոհում են պետական մարմիններից գործելակերպի համար, ապա պատկան մարմինները դժգոհ են տնտեսվարողներից, տոհմային երինջներին լավ չխնամելու եւ վարկային վճարումները ուշացնելու համար։ Ինչպես եւ սպասում էր ՀԱԿ երկրորդ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը դարձել էր բուրըն քննարկման առարկա։ Առաջին նախագահի կողմնակիցներն ասում են, որ դա սթափ իրատեսական վերլուծություն էր։ Հակառակորդները տարբեր բաներ են ասում, առաջին հերթին մեղադրում են Տեր-Պետրոսյանին Արցախը Ադրբեջանին հանձնելու մտադրության մեջ։ Չնայած ընդդիմադիր կուսակցության առաջնորդը դա անելու ոչ մի լծակ չունի։ Օրվա գլխավոր թեման։ Նաիրա Զորաբյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթը քաջ մարդու ելույթ էր, նա գիտի, որ հասարակության 99%-ն իր հետ համաձայն չէ։ Այս մեսիջներով, այս օրակարգով գնալ խորհրդարանական ընտրությունների նշանակում է ուղղակի վտանգի տակ դնել ՀԱԿ-ին։ Շաբաթօրվա ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ ասել, որ մեր բոլոր խնդիրների լուծումը կախված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումից։ Այսօր բանակցությունների սեղանին ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 97 թվականին, այն է, որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայինորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը, երաշխավորված Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Սա է, ուրիշ բան չկա, ոչ մի հեքիաթի չհավատակ։
Տիկին Զորաբյանը Լևոն Տեր-Պետրոսյանի շատ մտքերի հետ համաձայն չէ, օրինակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության, բայց հատկապես չի պատկերացնում, թե ինչպես է Իլհամ Ալիևը ռացիոնալ մտածող գործիչ։ Ես Ալիևին տեսել եմ եւ Բաքվում, Մելի Մեջլիսում, որտեղ մենք նստած ենք եղել եւ ինքը բացարձակ ցնդաբանություններ էր դուրս տալիս, եւ Ստրասբուրգում եւ առավել անադեկվատ քաղաքական գործիչ կամ Իլհամ Ալիևն է, անկեղծ ասած ես քիչ եմ տեսել։ Բարգավաճ Հայաստանը կողմնակից է հակամարտության կարգավորման բաց երկխոսությանը եւ հատկապես լուծման մասին Արցախի ժողովրդի դիրքորոշումը հաշվի առնելուն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խոսնակը հենց նույն օրը Տեր-Պետրոսյանի ելույթից անմիջապես հետո հրապարակեց սոցհարցում, որին ծանոթ էինք բոլորս։ Լեռնային Ղարաբաղի Արցախի բնակչության 99.7%-ը դեմ է տարածքները հանձնելուն անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Տիկին Զորաբյանը չգիտի, թե այսօր ինչ են քննարկում Ալիևն ու Սարգսյանը բանակցությունների ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չգիտի, ասում է հանրապետական Արտակ Զաքարյանը։ Ելույթն էլ քաղաքական ելույթներ եւ այսպես չի նշանակում, որ մենք գործ ունենք վերին աստիճանի ճշմարտության հետ։ Այնուամենայնիվ պարոն Զաքարյանը դժվարանում է ասել հակամարտության լուծման մասով կան հակասություններ իր կուսակցության առաջնորդի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների միջև։ Հակասությունը նա է, որ այսօր ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք նոր իրավիճակ։ Պարոն Զաքարյանը դժվարանում է համաձայնվել բանակցություններին չմասնակցող առաջին նախագահի այն դիրքորոշման հետ, որ բանակցությունների սեղանին դրված է 1997-ի տարբերակը։ 97-ի տարբերակը իմ պատկերացմամբ նաև բավական մշակումներ է եղել եւ ապրիլյան պատերազմից հետո արդեն շատ ու շատ տարբերակներ կարող են նորից վերանայվել։ Արտակ Զաքարյանը հակված չէ կարծելու, որ Տեր-Պետրոսյանի երազանքն է տարածքներ զիջելը, պարզապես մարտավարական առումով նա մի քիչ այլ կերպ է տեսնում լուծումը եւ որպես բանակցություններին չմասնակցող մարդ ազատ է իր դիրքորոշումներում։ Նախկին նախագահի ելույթը կարելի է բաժանել երկու մասի։ Նախ նա քննադատեց ներկայիս պաշտպանության նախարարի ազգբանակ գաղափարը, բերելով Մոնղոլիայի, Շվեյցարիայի պատմական եւ ժամանակակից Իսրայելի հաջողված փորձը։ Այս հարցում անդիմադիրների մեջ կա կոնսենսուս, քանի որ դա ըստ իրենց վատ գաղափար է եւ հանգում է 1000 դրամի հավաքագրմանը։ 1000 դրամը հավելյալ հարկ դարձնելու գաղափարը պաշտպանում է միայն իշխանությունը։ Ինչ մնում է Արցախի խնդրի վերաբերյալ առաջին նախագահի դիտարկումներին, ապա այստեղ իրավիճակը նույնպես մոտ է կոնսենսուսին, բայց արդեն բացասական վերաբերմունքի առումով։ Այսինքն, թե իշխանության եւ թե ընդդիմադիր քարոզչությունը ասում է, որ դա պարտվողական դավաճանական ծրագիր է։ Այսպիսով Արցախի խնդրում գրեթե բոլոր ակտիվ քաղաքացիները դեմ են Տեր-Պետրոսյանի առաջադրած գաղափարներին, բացի իհարկե բուն ՀԱԿ անդամներից եւ համակիրներից։ Ինչ է մտածում Հայաստանի շարքային քաղաքացիները։ 97 թվականից ի վեր նրանց կարծես թե հնարավոր եղավ համոզել, որ Ադրբեջանին տարածք զիջելը սխալ է։ Այդ համոզմունքը ամրապնդվել է ապրիլյան պատերազմից հետո։ Չնայած Տեր-Պետրոսյանի պնդումը, որ հենց այդ ծրագիրն է դրված բանակցությունների սեղանին, ճիշտ է, մեծամասնության մոտ կասկած կա, որ միջնորդների առաջարկած ծրագիրը իսկապես բերելու է խաղաղության։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Պարոն Մուսինյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիրը, որը ակտուալ էր ապրիլյան պատերազմից առաջ, ակտուալ է նաև այսօր։ Այսօրվա Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների շարքում Ղարաբաղյան հակամարտությունը միշտ եղել է առաջինը եւ այսօր առավել եւս առաջինն է եւ նաեւ դրանով էր պայմանավորված հենց նախագահ Տեր-Պետրոսյանի ծավալուն անդրադարձը եւ շեշտադրումը Ղարաբաղյան կարգավորման անհրաժեշտության վրա։ Արդեն որոշված է, որ ընտրություններում կոնգրեսի նշանաբանն է լինելու խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն։ Դա լինելու է կոնգրեսի կարևորագույն կարգախոսը այս ընտրությունների ժամանակ, որը իհարկե կհարստացվի զուգահեռաբար նաեւ Հայաստանի առջև կանգնած այլ խնդիրների եւ հասարակության առջև կանգնած այլ խնդիրների լուծման տեսլականին ուղղված կարգախոսները։ Ձեր համագումարում հիմնականում խոսվեց այս թեմայով եւ ավելի քիչ խոսվեց ներքին քաղաքական թեմաներով։ Ենթադրում եմ, որ այլ համագումար չի անցկացվելու մինչև ընտրությունները։ Մնացած մեսենջներ, ներքին քաղաքական, որը նույնքան հետաքրում է, այսպես ասենք, մեր հասարակությանը։ Ինչպես եք դուք հաղորդել։ Հայ ազգային կոնգրեսը ամենօրյա ռեժիմով, պարբերաբար հասարակության հետ աշխատելով եւ լրատվամիջոցների միջոցով մյուս բոլոր հուզող հարցերը, բայց նաև անպայման այս կարևորագույն հարցը անընդհատ ներկայացնելու է հասարակությանը, փորձելու է համոզել մեր համակարգացիներին
իր տեսակետների ճշմարտացիության մեջ։ Եվ կարծում եմ, արդեն ամանորյա տոներն են մոտենում, բայց դրանից հետո արդեն շատ ակտիվ կերպով մենք կներգրավենք այդ գործին։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Ազգային ժողովում այսօր քննարկվում էր տավարաբուծության խնդիրը։ Չնայած որպես կադրային հարց խորհրդարանում այդ խնդիրը վաղուց արդեն լուծված է։ Սակայն տավարաբուծության մասնագետ պրոֆեսոր Գառնիկ Գյուլոյանը առաջարկում է հարգել տավարների իրավունքը։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք չորեքշաբթի օրը։ Խնդրում եմ կենտանների ձեռք չտաք։ Կենտանների համար հարկավոր է օրենք ընդունել, որ կենտանները նույնպես իրենց իրավունքներ ունեն։ Разве не жалко корову? Почему бьешь, а? Почему бьешь несчастное животное? Подожди, подожди.